Ամբողջը գալիս է բենզինային շարժիչներով Polmir injector։ Polmir injector շարժիչներն են մենք սարից գիտենք, որ դրանք սա էլեկտրոնային սիստեմով աշխատող շարժիչներ են։ Այսինքն, որ դրան մեխանիկական պատտվում է կայծեր աշխում 1, 4, 3, 2 պորշինների, դրական չունի։ Կարող է ռետրոմ երկու ավտո ունեցող եղնի մի պիցա 90 տարեկան սորեկուց մեռնելու է, նա տենց մի հատ Մոսկվիչ կամ 21 Վոլգա տենց ունենա։ Կամ սիրահարիչ որ մեկը պահի, բայց իտոգը մեր գոյություն չունի։ Հիմի գալիս է լրիվ համակարգչային Գագոնուա էլեկտրոնային բաշխիչ շարժիչներ։ Արեբյալը չկա։ Քառատակ բաշխիչ շարժիչներ, ես տարբեր չկա։ Պուսկաչ տրակտորների վրա։ Այդ սիստեմներ, այդ պուսկաչային սիստեմները հանեցին ընդհանրապես դարձրել են էլեկտրոմեխանիկական ստարտերները որ կա, սովորական օտոդատանի տրակտորում, սա արդեն օտովա։ Հատուկ բալոններ ունեն իրաց բարձր ճաշումով օդը թողում են պատտմա սիստեմը։ Ոնց է աշխատում են ձեռքի բանը օդը։ Կոմպրեսատորը այդտենց ու հմիլիարդը կազայա կուսեկել պատետոն պրոժինայի սիստեմի լավ պատետոն Ես գագոնի տեղ չեն ասել, արա, լազանգ եք դեք որտի մատորի ձևի սավարձել մեկ ոտապան պատույկների թիվը մինչև 6000 ապարում լազանգ եք դեք որտի մի ավտո քշես կայն է ես գագոնը ով չկա դա ինչ անշանակ այդ աստիճանի պատտմա արած ինձ ձեր ուզմա 60 աստիճանի մարոզերն է խոդատալից այսինքն բռած պայթունը տեղի դիզելային շարժիչների մոտ դա էլի մի հիմնականը մոզգը բաշխիչ ասենք կայծերը տվող կա այնտեղ 6 պորշիներնի 8 պորշիներնի դրանք կապ չունի էլեկտրոնային սիստեմով կոմպյուտերով համակարգիչա կոմպյուտեր մի հատ փոքր է սա ցույց տա մի հատ սրտից բան որը որ ասենք իրանից պարունակում է մի հատ մեծ էսա ամբողջ մոզգը մեքենայի սայլ այրելիս էսա ու տեսեք ինչքան բաներ ունի դուսեկով, վիխետներ ունի դուսեկով, դաժե հաշվել չի երնում, ամեն մեկը 30 հատից է գալի, 4, 4, 6, 8, 10, 12, 20 հատ, 20, 40, 60, 80, 80, 160, դու պատկերացնում ես 160 կաբելի գործողություն է կատարել։ Իսկ ինչքա պրովոդ է գնում մի ավտոյի վրա ժամանակակից մեքենաների մոտ մինիմում մինիմում դաժե կա 3 մետր ավել չի գնում, մնացածը սաղ բանով է։ Բլութութով հաղորդակցում է։ Առաջ ինչքան էր։ Առաջ, ինչքան առաջ։ Կիլոմետրով ես գնում պրովոդը։ Կարակ անջատեք մի բան ասեմ, նոր շարունակ։ Չէ։ Դե կհիշացնենք, ես ասեմ այդ առաջվանում մի բան։ Այս սիստեմի համար մոտավոր օգտագործվում է 250 մետր կաբել։ Բարակ պրովոդներ, որը որ տարբեր գործողությունների համար շարժիչը գործադրման աշխատանքի եւ այլն ճիշտ կառավարելու համար այս սայանը մեր ֆուրնը բաներ թափում տորմուզը սխմել էին սաղ բաներ սաղ այդ տորմուզի փոշիները սաղ մի անգամ թափում սխմելուց փակի ավարյունի ռեժիմը տվել չեկած եթե ինչ-որ բան չի աշխատում ասենք կայծերի պահը աշխատանք է տալիս է ինքը ու մնացածը ինչ-որ մի բան փչացած աստեղ, այսինքն բենզինի հաշվարկ, լամդազոն, DMRV եւ այլ այդ գործողությունները կատարող սիստեմը եթե չաշխատեց, ինքը ունի որոշակի ժամ աշխատանք։ Այսինքն կարա 60 ժամ կամ 40 ժամ աշխատանքից հետո ինքը ընդհանուր ընկնի բլոկի մեջ։ Էլ ոչ կարողանք խոտ տակ, ոչ, այսինքն ինչ ծրագիր մեջին Siemens-ը նստացրել է, լրիվ զրոյանում է։ Ոչ մի գործողություն էլ ինքը չի կարող կատարել, մինչև նորից չծրագրավորես։ Իսկ շարժիչը գործադրման մեջ աշխատանքի, այսինքն ճիշտ պայթունները տեղի ունենալու կատարումը ունի
դատչիկներ սրանից միացող, այսինքն կալենվալի դատչիկ ունի, ռասպեդվալի դատչիկ ունի, այսինքն ծնգաձև լիսերի դատչիկ, բաշխիչ լիսերի դատչիկ։ Լամդա զոնդն էլ Բաշխիչները կարա ալնի մի հատ, ավտոյի վրա կարա ալնի 2 հատ, կարա եղնի 4 հատ։ Դու նայած հզորության դեպքում քանի հատ կա լիսերներ տեղադրված։ Հնի դաժե այդ բաշխիչ լիսերները հանածալերի ռազրաբոտկայա գնան, որ ինքը ծանր գործողություն է կատարում։ Պրուժիններա, կլապաններա, չէ, պտույտների վախտը սեղմում է բացատողում։ Այդ աշխատանքի ժամանակ տեղի ունենան ինչ։ Աշխատանքի կորուստ, էներգիայի կորուստ, ծախսը։ վառելիքի կորուստ։ Դրանք այդ բաշխիչ լիսերներն էլ հանում են էլեկտրոբլոկներով է դրած, այսինքն նորից էլի էլեկտրոնային սիստեմով դե պատկերացեք, եթե 16 հատ կլապան ավրին, 16 հատ կլապանի կոչ է պետք, որ աշխատացնի, այսինքն ոնց որ ռասպեդվալի դատչիկները, տենց դատչիկներ է պետք։ Ու հնի կարգողություն ունի, ջիպ ֆիրմայի, Chrysler ֆիրմայի մեքենաները ռազրաբոտկի տակ են, այսինքն աշխատում են փորձարկում։ Եթե ստացվում է էներգիայի կորուստն էլ պակասերն են, ծախսն էլ Որովհետև այսօր մենք գիտենք, որ էլեկտրական մեքենաները որոշ մարդկանց ձեռք չի տալի, չի հաշվարկած։ Եթե դու աշխատանքում ես 160 կիլոմետր գնաց, 160 հետքաս 320 կիլոմետր ուղիղ ճանապարհի վրա, դա հետ ճանապարհ աշխատանքի մասը, կարա մեքենան մինչև 200-220 արագություն մի ժամ πάει, 220 կիլոմետր գնա մի ժամ։ Ու ինքը գնա իր գործի տեղը հասնում մի ժամվա մեջին էլ հետ գա իրակում, բայց կարա հեռու տարածություններն էլեկտրական մեքենաները ձեռք չեն տալիս, էներգիայի աղբյուրը քիչ է։ Եթե մի հետ գնա գա, նա ասենք խոսքի 12 ժամով պետք է գնի Բայ կարա, նրանք լսում են դուք հաղ եք անում, նայել տենեն, հետո որ մեծանաք ես զապիսները պահվելու է, կտենակ որ դուք անգրագետ եք ինչի մար։ Խելացի մարդիկ ման են գալի տենց, բաներ են դեպքում, համիլան բիզնեսում, մարդկությանը տիտանի եղներում ման։ Ու էլի ասեմ, որ ինչ է եթե աշխատում է սոր հոսանքի աղբյուրա դառնալ, դա էլի էլեկտրոմագնիտի աշխատանքի սիստեմի։ Ասենք, եթե կալենվալի դատչիկը սա է, պտույտների թիվը ստեղ, տեսնում եք, հմի սենց դնում եմ մագնիս է ինքը։ Սա մագնիս է։ Նորից այդ պտույտների թվով բաշխում է կայծերը, տալիս է պորշիններին, թե 6 հատ, թե 8 հատ է, այնտեղ հաշվարկով այդ իր պտույտների թվով։ Բաց ատամը գալիս է, հենց հավասարվում է, ինֆորմացիան տալիս է։ Բաց ատամի ժամանակ ինֆորմացիան զրոյանում է։ Այսինքն, եթե վերջնական բաց ատամի մոտ եկավ ինքը կանգնեց, զրոյացավ։ Ինքը արդեն հիշում է, որ սկսում է նույն պրոցեսը կատարել։ Այսինքն 1 4 3 2 1 4 3 2 1 4 3 2 1 4 3 2 Այսինքն լեն ատամնանիվի արանքից ինքը զրոյանում է։ Դա ինչ է հաղորդում մոզգին։ Ամեն մի որ պետք է կայծը վառվի այդ գլանում։ Համապատասխան գլանը արդեն պատրաստ է։ Վառելու իմաստով չի, պետք է շարժի չի, ասենք պտույտն էլ եղնի, չէ, վերին ներարկել, իրավալի համապատասխան 4 տակտերի տակ համապատասխանի աշխատանք։ Այո, վերջին արդյունքում նա հաղորդում է, որ կոչ միացի, այստեղ պատրաստ է վառելախառնուրդը եւ այլում կատարի։ Իսկ չանալը դե պարզ բան է, կարա կոչն էլ վառի, կարա մոզգն էլ վառի, դուքը հարցեր են նմա, ջերմությունն ատակություն։ Այսօր ես բացատրել եմ, ասել եմ, շտեկերները կարող է հանել դնել ու սխալ դնեն ու Չէ, շտեկերը չես կարա սխալ դնես, որովհետև ամեն մի շտեկերը սխալ չդնեն, սխալ դնելը իմաստը։ Ոչ թե սխալը, տարիների ընթացքում ինքը կարա նագարակալի, քանի որ ասենք արծիատա չի, ոսկա չի եւ այլը պղնձիցա, որոշակի ինքը նագար բռնում է, նագար բռնեց կարա հոսանքը չփոխանցի։ Եթե հոսանքը չփոխանցեց, դա չի նշանակում, որ լադար մոզգը վառած է։ Այսինքն մենք այդ աղբյուրը էներգիայի ինչ ստացել ենք, պետք է փոխադրենք, չէ,
այդ կայծը պիտի տեղ հասցնեն։ Իսկ այդ կայծը տեղ հասցնելու համար դրինել կա կոչ, բաշխիչ կոչ էլեկտրական։ Արդեն այդ նույն պրոդուկտները չկա, ընդհանուր կոչը ըլնեմա 4 տեղանոց, ըլնեմա 6 տեղանոց, ըլնեմա մի տեղանոց, այսինքն առանձին։ Այս մենք ինչը բացատրեցինք մոզգից եկող ինֆորմացիան, որ գալիս է, չերես կալենվալի դաչիկ հաղորդում է, գալիս է ստեղ։ Ստեղ միանում է 2, 4, 5 հատ։ 1, 2, 3, 4, ամեն պորշինին մի հատ և մի հատ հոսանքի աղբյուր։ Պլյուս։ Սրանք արդեն այդ գործողությունները, այդ բաշխիչները սրանք են, սրանց տեղում էլ հետո դրած է սվեչ են, որտեղ կայծը շպրտում է։ Յարիստի սվեչ է։ Ավրատ կա, բայց չես գտնի հենի։ Մոմիկներն են։ Իրանք գիտեն լավ սվեչ։ Հա, դեստեղ ես ստիա չեն զուր։ Այս էլ մի տեղանոցն առանձին, էլի կոչն է։ Հարցը լարման կոչն է։ Կոչի դերը որն է, ով կարաս։ Լարման կոչը էլի, որ սվեչի կոչը ինչ է անում։ Ինչ է անում։ Որ հավասար չափ։ Չէ։ Կոչը ինչ է անում, այդ կոչեն չի մարեն սարքել, բացատրել են կարա, արտադրում է 25,000-ից մինչև 40,000 վոլտ լարում է արտադրում։ Ինչի մարա այդ բարձր լարումը, որ սվեչեքի ծերերը իրար կպատչեն, որ այդ օթային բացակը այդ լարումը հաղթահարի կայծ տա, որ իրար կպցնեն, կկպչի, կհալի, կփչանա սվեչեն, իրարից հեռու է, մեզ լարում են տալի, այդ օթային բացակը ինքը կարում է հաղթահարի, ծերերն էլ շատ չեն իրար կպչում, որովհետև բացակ ունի, այսինքն երկարակեցությունը բարձրացրել են մեզ լարումներ փոքր ամպերաժով։ Իսկ դե և պարզելա, չէ շարժիչը կարա հնչից փչանա, շարժիչը ինքը աշխատանքի ժամանակ ջերմություն է հաղորդում, բարձր ջերմություն։ Դրա համար ունի ջրի շրջանառության հովացման սիստեմ, կարա դրա այդ հովացման սիստեմի պատճառով էլ ինքը չաշխատի, երբ որ ջրի ջերմաստիճանը 91 աստիճանից բարձրանում է, հովացման սիստեմը վենտիլյատորը, էլեկտրովենտիլյատորով հովացնում է, շրջանառություն անում, մենք անցել ենք այդ դասը գիտեք, կարճ և երկար շրջանառությունը, սառը ժամանակ կարճ շրջանառություն անում, տաքացավ շարժիչը, երկար ջրի շրջանառություն է տալիս, այսինքն ջուրը մղիչի, պոմպի միջոցով գալիս է դեպի ռադիատոր, ռադիատորից քամին տալիս է ինքը ոչ թե ուղիղ ջուրը անցնում, այլ ջուրը սենց շրջանառվում է, հատուկ ալումինի կլինի, թե պղնձիկ եղնի, տրուբաների միջով անցկենալու ժամանակ, երբ որ առանձնացնում է, քիչացնում է ջրի հոսանքը, ինքը սկսում է հովանալ։ Եթե չի հասցնում, դաժե չի հասցնում հովացնի, էլեկտրովենտիլյատորի շնորհիվ ինքը հովացնում է։ Կար այդ սիստեմներ չաշխատի, ավտոմատ շարժիչը հանգչի, որպեսզի չփչանա, ինքը հատուկ դետալներ էլ ունի տեղադրած, որ ջուրը երբ որ հասնում է 95-96 աստիճան, շարժիչը ավտոմատ անջատվում է։ Ու տարբեր մեքենաների մոտ տարբեր ձևի։ Հա, ջուրը չի հասցնում ինքս արցնի։ Դե դրա համար ցուցիչներ գոյություն ունի, շիտոկ պրիբորի վրա, որ մենք նայում ենք մի արդեն էլեկտրոնային, սիրուն, դիսպլեյներով դուսեկած բաներա, դրա վրա ինքը գեղեցիկ ձևով ցույց է տալի, կարմիրով։ Եթե վառեց Վյոզդեշկեն ռադիատոր նկարած, դա նշանակում է, եթե ցուցիչ էլ չեղնի սլակով ցույց տալու, ջերմաստիճանը պալյուբոմու գրվում անդի, թե Ֆարենհիտով, թե Ցելսիուսով։ Գրվում է մենք արդեն նայելով, ինչա դա ասենք, հենց ձեր սովորելու իմաստը, վարորդեղնելու իմաստը կամ վարորդին բացատրելու իմաստը, սովորացնելու իմաստը, դա է, որ այդ ցուցիչների միջոցով դու կարենաս տենաս, թե ինչի խնդիր ունի։ Եվ ունի յուղի շրջանառության սիստեմ, որ հովացնում է այդ երկաթի դետալները ինչ աշխատում, ամեն գիտենք միջին, չէ, շարժիչի ինչ աշխատում, ծնկացև լիսերը աշխատում, բաշխիչ լիսերներ են աշխատում, այն կլադիշները եւ այլը, դրանք լրիվ յուղի սլոյի միջոցով։ Դրա համար գոյություն ունի յուղի նասոս, եթե յուղի նասոսը չաշխատեց, քեզ շիտոկ պրիբորի վրա ցույց է տալիս
շատ կոպիտ ձևի չայնիկա նկարում, որը որ ռուսները անվանում են չայնիկ, ինչ որ մեկի, եթե մեքենան սխալ է վարում, ասում ասա չայնիկա, այսինքն չի հասկանում։ Դրա համար այդ չայնիկը նկարում է կարմիրով։ Կապել հետ է։ Պետք է հասկանաս, որ շարժիչը պետք է դադարեցնես աշխատանքը, որովհետև յուղի դավլենի չկա, չի սնուցվում յուղի սիստեմը։ Եթե դեղինով նույն չայնիկը վառի, դա նշանակում է յուղը տապակած։ Լիքը այդտեղ ցուցիչներ կան, որ ցույց են տալի ABS-ի աշխատելն է, տորմուզնոյ սիստեմն է, ռուչնոյ սիստեմն է, լիքը այդտեղ բաներ կա, որ ասենք պալասաներն է, այս թազա սիստեմների։ Կողի աշկերը գլխիդ խփի պրծի էլի արա։ Հա, ապրես ինքը դաժե դու տենում ես ինքը դեի վրա է, թե մեխանիկականով երրորդի վրա է։ Որ դնում ես դե մի գիմնի Սանտիագո։ Դնում ես դե գնալու ժամանակ բանի տախոմետրի կողքը դրած է տեղի երրորդ, երրորդ։ Այդ բանը ցույց է տալի դեղին է երրորդն է, երրորդի վրա դեղին է, դու ժողովում ես որ երրորդի վրա է ինքը արդեն։ Դե ես եմ ասում երկու ձևի ցույց է տալի, կարա դե ցույց տա, կարա 1, 2, 3 Դե դեն drive system-ն է, ասենք անգլերենից թարգմանությամբ շարժման մեջ գտնվող գործողությունը drive-ա կոչվում։ Air parking-ա կոչվում եւ այլն եւ այլն։ Դրանք լրիվ անցել են, չէ՞, ցուցիչները։ Даже բանկը Mercedes-ները վրա սպորտնու է կանոնն է, չէ՞։ Սպորտը գցում ես ավարյուն նիզակը միանգամից մեջտեղը միանում։ Սպորտնու ABS-ը դու։ Նա ավտոմատիկով